Խնդրեմ, աշակերտն է խումբը ղեկավարում, իսկ կապիտանը չկա, ուր է գնացել։ Էլի, ճիշտ ասում եմ։ Ես ինչ իմանամ։ Ադես սարքիր էլի, սարքիր ես անտերը։ Հեշտ է ասել, կապիտան։ Պահեստամաս չեն տալիս։ Աղիքները ստակտում վրա արեցիր, այսպես մեքենային պահում։ Ներողամիտ կլիներ։ Ուրիշ անգամ այսպես չլինի։ Տղաներ կապիտան եկավ։ Եկավ, հա։ Չո, Վիթր։ Մատի։ Մատի, վա։ Մատի, վա։ Ես ուր է գնացել է։ Վա, էտ ով էր, բաց արա, էտ ով էր։ Վաղարշակ, դու ես, հա, բացարա։ Այմար բացարեք դուրն ամոտ ես։ Տեսնես ուր էր գնացել, որ մեկնում եկիս, ոչ մի բան չեր ասել։ Դուրը բացարեք։ Վա։ Ով է եկել, դուրը թագում, Աղսիրդս կդողա։ Մատի։ Հաջակ։ Սիրուհիս ուր ես գնում, աղ սիրտս կխաղա։ Այ հիմա հասկացանք ուր էր գնացել։ Դե հերիք է դատարկ մատարկ խոսեք, ինչ է, արդեն մոռացաք, ես ես չասացի վատ երազ եմ տեսել էդ մարդու վրա։ Կապիտան, հետ ուր էիր գնացել։ Դուսուս։ Ասա քեզ ինչ, ոչ կին ունեմ, ոչ երեխա, ուր ուզեմ կգնամ, էդպես չի։ Հա, այդպես է։ Էդպես չի։ Ասեցի էլի, լավ չեք լսում, վախթանգի մոտ էի։ Սպասիր, անցյալ ամիս չէր վախտանգի մոտ էիր գնացել։ Անցյալ ամիս Վասյայի մոտ էի, մատին վկա է։ Ճիշտ է ասում, անցյալ ամիս Վասյայի մոտ էր։ Ուրեմն ես անգամ էլ վախտանգն էր գլուխը կնդել, եկել կանգնել դիմացդ, հա։ Կապիտան, ոնց էլ հաջողում եք ուզած երազը տեսնել։ Հաջողվում է, ինչ ասեմ։ Այս շաբաթ Յուհանի Հոբելյանն է։ Վախտանգը սպասում է, որ միասին գնանք Յուհանի մոտ։ Հա։ Ուզում եմ հարմար մի բան տանեմ։ Չգիտեմ ինչ տանեմ։ Հա, մատի։ Հարմար բան ստացել եմ, բայց հիմա խառնեմ կներես։ Տղաներն էլ խնդրեցի, որ ապրանքը ներս բերեն, կարող է անձրև գա։ Հա, դուք դեր գործին կացեք, ես ձեզ չխանգարեմ, ես էլ գնամ հանգստանամ, թե չէ ճանապարհին էդ ավտոն վայ, ինչ արեց, վայ այդպես ավտո հետ պահում, ամոթ չի, գնացի։
Վաղարշակ, Ա։ տեսար։ Ինչ է։ Են, տարա։ Ոնց թե։ Կապիտան, էդ ինչ է սուսմուս բերեցիր այդպես էլ տանում ես։ Սա ձեր իմացածը չի։ Սա խոտերից պատրաստված թուրմ է։ Ճնշումը իջեցնելու համար։ Ճնշում ունես, դասատեղ տամ քեզ։ Ես կուտված դեղը կխմեմ, համել սա վախտանգն է ուղարկել պետնոտարի համար։ Դե դու գիտես։ Դուք սնոտիապաշտ եք, Այո, դուք սքանչելի, հիանալի կին եք, դուք, Արկադի։ այո, Բայց չէ որ այստեղ դու պիտի համբուրեիր իմ ձեռքը։ այո, իհարկե գիտեմ, Իսկ ինձ թվում է չգիտես։ փորձենք, Այո, իհարկե։ դուք սնոտիապաշտ եք, Այո, ու սքանչելի, հիանալի կին, այստեղ թե մութ է, բայց ես տեսնում եմ ձեր աչքերի փայլը, այնտեղ ավելի լուսավոր է։ ես սիրում եմ ձեր աչքերը, ձեր շարժումները, որ ես տեսնում եմ նույնիսկ երազում, Արկադի, այո, մի քիչ ավելի կրկոտ։ Չէ որ սա սիրո տեսարան է։ Մաշան եւ Վերշինինը սիրում են իրար։ այո, գիտեմ, Գայան է, բայց մի մոռացիր, որ մենք Չեխով ենք խաղում, պետք է լինել մի փոքր ավելի զուսպ, Միևնույն է, նրանք սիրում են իրար։ այո, իհարկե, սիրում եմ իրար, Ես սիրում եմ ձեր աչքերը, ձեր շարժումները, որ ես եկում եմ անգամ երազում։ ես սիրում եմ ձեր աչքերի փայլը, Դու ես։ Ես էի։ Ուրիշ մարդ չկա տանը։ Մենակ եք։ Արկադի, այդ դու ես։ Այ քեզ բան։ ես եմ, Ես էլ ասում եմ, այստան միակ տղամարդը ես եմ, տանը չեմ, ես ով կարող է լինել։ Ոչ վախեցար։ ոչ, մենք փորձում էինք, ցտեսություն, ես գնամ, Գործդ վերջացրիր, որ գնում ես։ այո, ցտեսություն, Արածդ ինչի նման էր։ Այդպես կատակ են անում։ Կատակ։ Ես ուզում եմ իմանալ, այդ մարդը մինչև երբ պետք է ուրիշի խոսքերը քեզ ասի։ Մենք նոր ներկայացում ենք պատրաստում, հասկանում ես։ Հասկանում եմ, ներկայացում, փորձ, ակումբը բավական չէր մել տանը։ Ինչ տեսակ մարդ դուրս եկավ այդ մարդը։ Իսկ ինչ պիտի աներ։ Ինչ որ պիտի աներ։ Էնե վախտանգն էլ հարցրեց, քույրդ ինչ եղավ, չպսակվեց։ Չիմացա ինչ պատասխանեմ։ Թե ես ինչ կարող եմ անել։ Չէ, մինչև ինքս ոնց որ պետք է, չխոսեմ հետո, բան չի ստացվի։ Իսկ ինչ պիտի խոսես։ Էդ ես գիտեմ։ Չհամարցակվես, լսում ես։ Չհամարցակվես, բավական է ինչքան խառնվեցիր իմ գործերին։ Քո գործերին։ Ես։ Էդ երբ։ Ով քշեց գյուղատնտեսին։ Գյուղատնտեսին։ Քշեցի։ Ես։ Գյուղատնտեսը քեզ չեր ուզում, քույրս, քո տունն ու այգին էր ուզում։ Ով ասաց։ Նա ընդամենն ուզեց կարգի բերել քո այս անմխիթար տնտեսությունը։ Դե բավական է։ Անմխիթար, անմխիթար։ Իսկ դու վախեցար։ Վախեցա։ Ինչից։ Վախեցար, որ տունն ու այգին ձեռքիցդ գնա։ Վայ Գայանե։ Ես ուզել եմ, որ քո ամուսինը քեզ արժանի մեկը լինի։ Դու մտածել ես, թե վախենում եմ այգին ձեռքիցս գնա։
Հիմա ինչ ես ասում, Արաքել։ Արկադին վատ մարդ է։ Դեմ ես, որ քույրդ նրա հետ պսակվի։ Ես ասացի վատ է, ես ասացի դեմ եմ, Բայց ինչ։ տղամարդ չի։ Արաքել։ Արկադին։ Սխալվում ես։ Վախկոտի մեկն է։ Այ մարդ, հրացանն արել ընկել հետևից ասում է վախկոտ է։ Քեզ ով է թույլ տվել կրակես։ Անտարում ես ապրում, ինչ է։ Սրում մի տեսեք։ Կրակում է։ Ասացի էլի օթում։ Արաքել։ Թեկուզ օթում։ Դու սուսկաց։ Այ Արաքել, ախր դու բոլորովի։ Կներես, բայց բոլորով։ Մեկին վախեցնում ես, մյուսին չես թողնում խոսի։ Գայանեն էլ այնտեղ է բողոքում, թե մտքին ինչ է։ Արաքել ջան։ Բավար հողը չփորես։ Ծառը չջրես։ Բավար սիրտը չտրոփի թեզ մեղուն ինչի ուշացավ։ Պատանձ ու խնձոր չքաղես ու հատիկ զամբյուղի մեջ շարես։ Շուկա չտանես։ Սա հասկանում է ինչ է խոսում։ Տանձ, խնձոր, շուկա։ Սպասի Արաքել։ Ուզում է ասել, էքը պիտի ծնի, հողը պիտի բերք տա, որ կյանքում ամեն ճիշտ լինի։ Հասկացա։ Դրա համար էլ ասում եմ, դու Գայանեի բաժին տունն ու այգին գրի իր անվան, ինքը գիտի իր բախտը, տեսնենք Արկադին ուրիշ ինչ պատճառ է ունենալու։ Արկադին չէ Արաքել։ Ինչ գիտես։ Ինչ գիտես։ Այդքան գնում գալիս է այդ աղջկան ոչինչ չի ասել։ Հետո տղամարդավարի մի կարգին չի խոսել։ Ինչու։ Հա, տանձ ու խնձոր։ Չէ, Արաքել։ Արկադին է տեսակ մարդ չի։ Ադե Արկադին չի, մեկ ուրիշը կլինի։ Այսօր այդ ձևակերպումը անենք, վերջանա։ Դու բեր։ Ինչը։ Ասացի էլի են նոտարական թղթերը, կնիքը, են Էդ ինչ է։ Ինչ ես փնտրում։ Քեզ եմ հարցնում։ Ինչ է, խանգարում է։ Այո, խանգարում ես։ ասում եմ են նոտարական թղթեր դու կնիքը, բեր, փոխանցեմ վերջանակն։ Ներողություն, այստեղ հիմնարկ չի։ Նոտարական գրասենյակը առավոտ 8-ից բաց է։ Պետք նոտար Ղուկասյանն էլ ճիշտ ժամին լինում է տեղում։ Այո, այնպես որ լավ կլինի, դու էլ գրախանութը ճիշտ ժամին բացես։ Հա, ինչպես է։ Հավանում ես մեր նոր աշխատանքը։ Շատ լավն է։ Եվ նոր, եւ ավանդական։ Ղարաբաղ, բավոր Անահիտը տեսնես։ Կապիտան!
Էդ ով է ինձ կանչում։ Ճարտարապետն է։ Առաքել! Առաքել! Ճարտարապետ, ինչ կա։ կապիտան։ Չեմ ասում։ Տեխնիկան եկավ վերջապես։ Այդ ինչ ես կսում է։ Հզոր տեխնիկա է վերել հե։ Բարբարից սկսենք առաքել։ Մի շաբաթվա ընթացքում ծայրից ծայր կքանդեք։ Հրանտ Տիգրանյանն է։ Մեր արեգրամը լավագույն Ուրախ է։ Այ սիրելի բարեկամ։ Էլի ես մարդը քանդելուց խոսեց։ Չեղավ, Աշոտ, ախր չի։ Փորձիր մի քանի անգամ։ Կապիտան Արաքելին ճանաչում ես։ Նա մեր մայեստրոն է։ Որտեղ կլինի։ Էստեղ էր։ Գնաց։ Ես պիտի նրան շտապ տեսնեմ, բայց քաղաքին ծանոթ չեմ։ Ինչ անենք։ Վահե։ Կապիտանին է ուզում։ Եթե աշխատանքի տեղում չեղավ, կգնաք մատիի մոտ։ Կապիտան Արաքել։ Կապիտան Արաքել։ Ես ինչ է։ Նվագեցիք, վերջացա։ Չէ, ձեզ են հարցնում։ Ով է։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Երևանից եմ գործուղված։ Երաժշտական դպրոցի նոր տնօրենն եմ։ Վերջապես։ Այ ինչ եմ ասել, ես ինչ լավ է, երիտասարդ ես։ Բա, լավ է, չէ։ Ահա։ Կներես, զբաղված եմ։ Գլուխս խառն է այսօր։ Երամսյակ եք բախում։ Գործը շատ է։ Այդպես։ Ասում ես, անունդ ինչ է։ Վարուժան Նալբանդյան, 27 տարեկան։ Ահա։ Ավարտել եմ կոնսերվատորիան, ծառայել եմ բանակում, Այո։ այստեղ գալուց առաջ աշխատել եմ 3 տարբեր շրջաններում։ 3։ Ահա։ Պահո։ Այդ երևում է դու յոլա գնացող չես։ Ինչ անեմ, ետ գնամ։ Դե չէ, դե որ ետ գնալ լինի մենք ինքներս քեզ կճամփենք, այդ հեչ։ Պարզ է։ Դեռ Երևանում ինձ զգուշացրին, մինչև կապիտան Արաքելը քո մասին ամեն ինչ չիմանա, գործը տեղից չի շարժվի։ Այդպես են ասել, հա։ Հենց այդպես։ Վայ ես դրանց։ Վահե։ Հա։ Էստեղ արի տեսնեմ։ Կգնաս Քերի Ստեփանի մոտ։ Հա։ Կասես, դբրոցի դուրը բաց անի։ Ահա։ Դահլիճը ցույց տա։ Դպրոցի Հասկացա։ նոր շենքը կառուցել են։ Այդ նորը չի, հինն է։ Նորը ես եկը կառուցեն, նախագիծն արդեն պատրաստ է, տեխնիկան էլ դե եկա։ Դե գնաց։ Մոտոցիկլետը։ Էս ինչ է, հարցնել չկա։ Կարելի է, չի կարելի, բայր տեսնեմ։ Հերու վայ։ Զգուշ։ Սաղավարտ ես։ Պինդ բռնվի։ Ես սա վերցնում եմ։ Անուշիկ, Ստեփան պապիկին կանչեմ այդտեղից։ Ինչ կա։
Երևանից երաժշտական դպրոցի նոր տնօրենն է եկել։ Բանալիներն է ուզում։ Կապիտան Արաքելն ինձ ուղարկեց։ Գնա։ Ես էլ քո մաղճակալը տղաս։ Անկողին ուտել կասեմ կբերեն։ Ջահելություն, ջահելություն։ Քեզնից էլ ջահել էի, երբ ես մաղճակալը բերեցի Ռոմանոսի համար։ Ո՞ր Ռոմանոսի։ Մելիքյան, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի համար։ Այ, նա է սրա վրա քնել։ Վահրամ Փափազյանն է քնել։ Ռոմանոս Մելիքյանն էստեղ ինչ էր անում։ Համերգ տվեց, երեխաներին հավաքեց, երգեր էր սովորեցնում։ Ոնց էր աշխատում, զոր ու գիշեր դադար չուներ։ Ժամանակ, մարդիկ, անմոռաց։ Տղաս, էս պատերը ինչեր ասես չեն լսել։ Էստեղ ենքան ժողովուրդ էր լծված, որ ասեղ գցելու տեղ չկար։ Բատրաս, այսօրվա պես հիշում եմ, ինձ մի քնելու տեղ տվեք մոնսինյոր թեկուզ շամ բնում ասացու, սև թիկնոցի մեջ այսպես փաթաթված, այս դռնից ներս մտավ, բա, ես էլ այստեղ կանգնած էի, վզիցս բռնեց, այսպես ինձ մի կողմ հրեց ու ինքը բեմ բարձրացավ, կորադո էր խաղում, են ոնց էր խաղում, Փափազյանը, ես էլ մեր Սիրանուշի նկարն է, որին ես չեմ տեսել, Էստեղ նկարներ շատ կային, երբ ասացին, թե ես մեր պատմական դպրոցը պիտի քանդեն, թե տեղափոխեն, նորոգեն, թե ինչ անեն, ինչքան նկար որ կար, հավաքեցինք, տարանք գրադարան, բայց այս երկու նկարը Գայանեն չտվեց։ Իսկ Ռոմանոսից ինչ ես հիշում։ Բա չասացի, էստեղ ասեղ գցելու տեղ չկար, ժողովուրդը այսպես պատի տակ շարված էր, ինքն էլ այստեղ կանգնած էր։ Մի քանի խոսք ասաց հայկական ժողովրդական երգերի մասին, հետո ձեռքերը բարձրացրեց ու Ապոն կոնդա թխկոնդա, դլա թխկոնդա, դլա թխկոնդա, դլա թխկոնդա, դլա թխկոնդա, դլա թխկոնդա, ապոն կոնդա Մանի, մի հատ մատիտ կտաս, իմը կոտրվեց։ Վերցրու։
Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նկարները բերել եք։ Այո։ Ես իմը մոռացել եմ։ Մոռացել ես, կնստես կնկարես։ Մարինե, սա ինչ բան է, ով է այս պատկերները պահեստից հանել։ Քերի Ստեփանը դադավ երաժշտական դպրոց, ասաց ձերք չտակ, գալու է սրանք է տանի։ Դու ինչ ես նկարի։ Բա Ռոմանոսի նկարը չես կախելու։ Սպասիր, Ռոմանոսի հերթը դեռ չի հասել։ Քերի Ստեփան։ Էդ ինչ բանի եք։ Կարգի ենք բերում դահլիճը։ Ով է։ Կապիտան Առաքելի քրոջ աղջիկը։ Օ, կապիտան Առաքել։ Ուր գնաս նրան կհանդիպես։ Անուշիկ ջան, հիշում ես այս նկարները երբ տարանք պահեստ։ Այդպես էլ հենտեղ կմնային, եթե մի խելքը գլխին տնորեն չգար։ Այդ ես եմ։ Իսկ ինչու ես առանց ինձ հարցնելու բերել։ Իսկ ինչու պիտի դες հարցներ։ Դա ձեզ չի վերաբերում։ Անուշիկը մեր գրադարանի վարիչն է։ Բա ինչու չես հարցրել վարիչին։ Որովհետև տեղում չէր։ Հա։ Տեսնում եք տեղում չեք եղել, ինչու։ Դե գիտեք ինչ, ձեզ չպիտի հարցնեի։ Էդ էր պակաս։ Գիտեմ։ Սխալ բան ենք արել։ Նկարները հավաքի, ետ տար գրադարան, թույլ տվություն վերցրու, բեր, այդպես հարմար է։ Այո, հարմար է։ Քերի Ստեփան, հավաքիր։ Էլ բան ու գործ չունենք։ Ամուշիկ, Լուսինեն երեխաներին տարավ ձոր։ Տեսնում ես այդ անպիտանին։ Էս էլ որ երորդ անգամն է։ Բան չկա, Անուշիկ։ Երեխաները ձորին սովորեն։ Այգի է փոխացրու իմ անվան, ինձ բաժել է տալիս, ես իրեն խնդրել եմ։ Վերջացրեք։ Էլի ես տունը, ես այգին, չեղած բանի վրա ոնց են իրար անցել։ Գայանե, լսում ես, ինչ ես կպել այդ թղթից, ոչ մի այդպիսի թուղթ չի գրվել։ Դա այլևս ոչ մի նշանակություն չունի։ Այդ քոպետ նոտարի կինը անունս քաղաքով մեկ արել։ Բոլորը ծիծաղում են վաս։ Բանից պարզվում է, որ ես ինձնից ոչինչ չեմ ներկայացնում առանց այս տան, առանց այս այգու։ Ատում եմ ես տունն էլ, այգին էլ։ Ափսոս, ափսոս։ Գանը ինչ ես այդպես վրդովել։ Արժան հանգստանալ է թղթի պատճառով։ Միևնույն է հոգնել եմ արդեն։ Հոգնել է, ինչ կարող եք ասել, իսկ մենք չէ մեկին, մեկ, վայ։ Լսում ես, դեռ ինքն է պնդպնդում։ Ասակ ու ինչ գործներ։ Մի դրան տեսեք, Վախտանգը գլուխը կնդել էր, Գենադին մորուս էր թողել։ Երբ ուզում է այդպես մի երազ է տեսնում ու գնում։ Դու էլ հո երազ չես տեսել։ Տեսել եմ։ Տեսել եմ։ Լավ, ուր ես գնում։ Իմ տունը թատրոնն է։
Բարի երեկո։ Այդ դուք եք։ Ինչ եք անում այստեղ այս ժամին։ Ես։ Թույլ կտաք նույն հարցը ձեզ տալ։ Ես դերասանուհի եմ, եւ սա իմ թատրոնն է։ Որքան ինձ հայտնի է, սա երաժշտական դպրոցն է։ Երաժշտական դպրոցը փոխադրում են ուսուցչի տուն, որը սրանից շատ ավելի ընդարձակ է։ Այստեղ նեղվածք է, դասարաններ չկան, այս մի դահլիճն է։ Գիտեմ, փոխադրում են ժամանակավոր։ Ուրեմն գիտեք։ Գիտեմ նաև, որ դպրոցի համար ուզում են նոր շենք կառուցել։ Ամեն ինչ գիտեք։ Բայց երաժշտական դպրոցը սա է։ Այսօր ես կատակի տրամադրություն չունեմ։ Իսկ ինչու որոշեցիք, որ ես կատակում եմ։ Մեր թատրոնն արդեն 25 տարի է ելույթ է ունենում այս բեմի վրա։ Ընդամենը։ Քիչ է։ Երևի ձեզ են ուզում։ Ինձ։ Ես նոր մարդ եմ այս քաղաքում, ինձ ով պիտի զանգ տա։ Վերցրեք ինքներդ, եւ եթե ինձ հարցնեն, ասացեք այստեղ չէ։ Հասկանալի է։ Ալո, ում եք ուզում։ Վարուժան, դուք եք։ Բարի երեկո։ Մորաքուրիս պատահաբար այդտեղ չի։ Ձեր մորաքույրը։ Այստեղ էր գնաց։ Զրուցում էինք այս շենքի համատեղ շահագործման վերաբերյալ։ Եթե նա այդքան համակրելի կին չլիներ, հազիվ թե համաձայնվեի, որ թատերական ինքնագործ խումբը շաբաթական 1 օր բեմն ու դահլիճը զբաղեցներ։ Ինչեր եք խոսում։ Ես նրա ձայնը լսեցի։ Ձեր կատակներով դուք նրան զայրացնում եք։ Պետք չի։ Ինչեր եք խոսում, բոլորովին ոչ։ Նա նույնիսկ շատ գոհ մնաց ինձնից եւ ասաց, որ ես մեծահոգի եմ։ Ոչ մի դեպքում։ Չեմ զիջի։ Ձեր շենք են տվել, գնացեք այնտեղ։ Եվ այս նկարները պատերից իջեցրեք։ Նկարներն ինչով են մեղավոր։ Տարեք, ձեր նոր շենքը զարդարեք։ Վարուժան, լսում եք։ Խնդրեք թող մոտենա հեռախոսին։ Քերիս շատ է անհանգիստ։ Կապիտանը ձեզ է խնդրում, անհանգիստ է։ Կխոսեք։ Թող ինձնով չհետաքրքրվի։ Ձեզ նման մեկն էլ նա է։ Այս անգամ նա իրոք գնաց։ Գնաց։ Դե լավ ինչ արած։ Վաղը։ Ինչպես ամեն օր կլինեմ գրադարանում։ Բարի գիշեր։ Ահա։ 3 ռուբլի տվել եք, 1 ռուբլի 65 կոպեկի առևտուր եք արել։ Ինչքան պիտի վերադարձնեմ։ 2 ռուբլի։ Շատ ուզեցիր։ 1 ռուբլի 35 կոպեկ։ Ապրես աղջիկ ջան, ստացիր 1 ռուբլի 35 կոպեկ։ Մատի։ Ես 2 հատ օր ես վերցնում եմ, երրորդը որ ստանաս, ինձ իմաց կանես, եղավ, մոտդ նշիր, որ չմոռանաս։ Եղավ։ Մատի, ասում ես ինձ համար բան է ստացել, էդ ինչ է, բեր տեսնեմ։ Որ իմանաս ինչ եմ ստացել։ Հենդել։ Հա։ Սամսոն, Հովսեփ, Բաղդասար, Սողոմոն։ Այ, ապրեսա։ Այդ ովքեր են, դատավորներ են։ Վաղարշակ, այդ աղավաղո։ Հա։ Քո ասած դատավորներն էստեղ են։ Այդ ինչ է։ Մարդը եւ օրենքը։ Մի տեղակորձ են տատել, որ անփտությամբ սխալ տեղ է վաճառել։ Այնպես որ Վաղարշակ լսեցիք։ Մատի շատ լավն է։ Իսկ եւ իսկ Յուհանին հարմար նվեր։ Պահիր, արցակուրտ հայեն ստանամ կվերցնեմ։ Աչքիս վրա համել թող մնացու ցապեղքում, լավ է, գեղեցիկ է։ մի քանի վաճառողներ էլ պայմանական են տվել։ Ապրանքը պահելու իրենց մարդկանց վաճառելու համար։ Այո։ Այնպես որ Հա, կոտունիչ քանդվի։ 18 ռուբլի։ Թավան է։ Նիկոս։ Արժի։ Դուր։ Հետո էլ որ սրան չտախես ու պահես առաքելի համար կդատեն։ Վայ Նիկողոս։ Անցյալ անգամ հավաքը չստացեց։ Վասյան ու Յուհանը չէին եկել։ Չես հիշում։
Յուհանը եկել էր։ Դու ինչ գիտես։ Ասում է էլի։ Սպասեք, ձեզ հիշեցնեմ։ Բարև։ Դու յուհան։ Բարի երեկո։ Նայիր նոր ձայնապնակներ եմ ստացել։ Սպասիր։ Յուհանը չէր, որ 2 տարի առաջ եկավ քեզ մոտ էլ հավաքվեցինք։ Տեսել եմ, հիշում եմ։ Ճանաչում է էլի։ Բան չեմ ասում։ Հա, էլի հիշում է։ Վաղարշակի հիշողությունը լավ է։ Այդ մենք գիտենք։ Բարի երեկո։ Երեկո։ Բարի երեկո։ Ճիշտն ասած, ինձ հետաքրքրեց այս ցուցափեղկը։ Այդ լուսանկարը փողը։ Դրանք հենց այնպես ձևավորման համար են, թե ինչ-որ սիմվոլիկ իմաստ ունեն։ Այդ լուսանկարում ես եմ Արաքելը մեր մյուս ընկերները։ Իսկ սա էր Արաքելի նշանավոր փողն է, որից պատերազմի ժամանակ անբաժան է եղել։ Նվագում է։ Իհարկե, խնդրեմ։ Այս անգամ ոնց որ դպրոցի բախտը բերեց, կարգին տղա է երևում, և լավ էլ երաժիշտ է, ինչ կասեք։ Պատկերացնում։ Զավակնեմ խորտ, կաղկծուպես չեմ թուլամորտ, Դալվորիկի զավակնեմ խորտ, կաղկծուպես չեմ թուլամորտ, Սարի զավակ, կարի որդի, ինքաչայոց եմ մնացորդ, Դալվորիկի զավակ եմ կաչ, Չեմ խոնարի վատին առաջ, քարոտ լերան եմ ազատ լաչ, Չեմ տեսել ոչ արոր ոչ մաչ, հայ ախպերներ, ջան ախպերներ, Դալվորիկի զավակ եմ կաչ, ազատության սիրույն համար, եկեք դեպ ինձ հարաճ կարա։ Այո, այդպիսին էր մեր Տիգրանը։ Քանի ես պատշգամբին ենք նայում, նրա երգն ենք հիշում։ Առաջինը նա էր, որ կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Եվ առաջինն էլ նա զոհվեց։
Պետ նոտար, դու այստեղ քեզ համար հանգիստ նստել ես, իսկ մեր տները այնտեղ քանդում են։ Բոլորին ուղարկել եմ շին գրասենյակ։ Այդ գործերդ հետո էլ կալես, հիմա ժամանակ չկա, վեր կաց, շուտ արա։ Նիկողոս, հեռախոսի մոտ։ Հա։ Ալո։ Ես եմ։ Գալիս եմ։ Անդրեա։ Շնորհակալություն։ Բաղարշա։ Հա։ Ով է։ Ինչ կա։ Բաղարշա։ Ինչ է պատահել։ Բաղարշակ առաքելին գտի շուտ ուղարկի շին գրասենյակ։ Հա։ Քաղաքում քիչ կան հինտներ։ Հենց այդ շենքը որոշեցիք քանդել, թատրոնը։ Ակումբի շենք։ Գայան է։ Մեզ հաստատված նախագիծ են տվել, հասկացեք։ Մտածեք մի բան։ Այդ շենքը խանգարում է։ Ինչին։ Դուք Նա մեր երաժշտական դպրոցի տնօրենն է։ Մենք միասին ենք։ Դա կարևոր չէ։ Այդ շենքը չի կարելի քանդել։ Ամեն մարդ, որ կրակը իր բաղարջի տակ քաշի։ Ընկերներ, քաղաք ենք վերակառուցում, չէ։ Հին արժեքների հաշվին։ Իսկ ով ասաց, որ մեր քաղաքը չի կարող ժամանակակից տեսք ունենալ։ Բարձրահարկ շենքեր, հարթ տանիքներով, հա? Իսկ այդ շենքը իմիջայլոց ոչ ճարտարապետական արժեք ունի, ոչ էլ պատմական։ Սխալվում եք։ Ինչու՞։ Պատերին ու տանիքին եք նայում, բարմատները։ Դե թողեք խնդրեմ։ Այդ շենքում մանկական երգչախումբ է ելույթ ունեցել դերևս հեղափոխությունից տարիներ առաջ։ Անվանի մեծ դերասաններ են խաղացել այդ բեմի վրա։ Կամավորների առաջին ջոկատը այս շենքում է ստեղծվել։ Խոսքը բարոյական հիմքի մասին է։ Զարմանում եմ, միթե այս բոլորը չի ուզում ձեզ։ Իզուր եք իրար անցել, իզուր։ Տեխնիկան եկել դռներն է ծեծում։ Էնպես են անել, որ մի քանիսի տունն ու այգի ոտնատական։ Նիկողոս, ուրիշ բան ասում է, տղան արմատներից խոսեց։ Կապիտան Արաքել, բա դու չխոստացար, որ ոչ մեկի տունն ու այգին չեք քանդել, հա? Էս ինչ հաշիվ է։ Ով գիտի ինչ են ասել, ինչ ես հասկացել։ Ոնց թե։ Ինչ որ ասել են, էլ հասկացել եմ։ Մոկոչ, բավական է։ Մուրադյան, ես ուր ես գնում բա։ Գնում եմ իմ հաշվետվությունը հասցնեմ։ Բա ճարտարապետն էստեղ է։ Հա, վերևում է։ Ճարտարապետ, ես ուր է։ Ճարտարապետ, Եստեղ եմ։ Ես ինչ հաշիվ է էստեղ։ Ինչ է պատահել առաջ։ Իբր չգիտի ինչ է պատահել։ Սպասիր, Գայան, մի րոպե սպասիր։ Ճարտարապետ, ես ում տունն ու այգին է քանդման ենթակա։ Ես այդպիսի բան եմ ասել։ Ժողովուրդ, ես այդպիսի բան ասել եմ։ Տան եւ այգու մասին ոչինչ չի ասել, ճիշտ է, բայց Ավելի վատ բան։ այո, Սպասիր։
Դու ինչ ունես այս հաշիվների մեջ։ Ես։ Այո, դու։ Երաժշտական դպրոցի հարցն է։ Երաժշտական դպրոցը հենց այս րոպեից քանդում են, որ այդպես իրար է կանցել։ Իզուր տեղ աղմուկ մի բարձրացնի։ Գնա։ Մնացածը մենք գիտենք։ Գնանք։ Գնանք։ Այ այդպես։ Իսկ շինարարության աշխեկն էստեղ է։ Էստեղ եմ, էստեղ։ Ուրախ ենք եւ խնդրում ենք բոլորին բացատրեք, թե շինարարությունը ինչպես է ընթանալու։ Ուրեմն այսպես։ Մայրուղին ինչպես նախատեսված է, ձգվելու է քաղաքի միջով։ Հյուսիս արևմուտքից հարավ-արևելք։ Մի րոպե։ Այդ մենք գիտենք որ քաղաքի միջով։ Գիտենք։ Բայց սպասիր, այդպես որ ցույց ես տալիս, բա այն գետը ինչ է լինելու։ Գետը կշրջենք։ Իսկ դիմացի անտառը։ Անտառը կկտրենք։ Ինչ ասում։ Բայց բլուրը։ Բլուրը կպայթեցնենք։ Կպայթեցնենք։ Չէ խոսում ես Լսես ինչ ասում։ Ո՞նց է, բայ կոմիտեներն ու այգիները։ Հա? Ես տուն կամ այգի քանդելու հրահանգ չունեմ։ Լսեցիք։ Կապիտան Արաքել, ախր իզուր խոսակցություններ են այս բոլորը։ Հավատացեք, ոչ մեկի տունն ու այգին չի տուժելու։ Քաղաքում ընդամենը 2-3 հին շենք է քանդվելու եւ վերջ։ Իմացաք, հանգստացաք, դե գնացեք ձեր տները, մնացած այլևս ձեր գործը չի։ Մի րոպե։ Բայ ժողովուրդը իզուր տեղն է հավաքվել։ Դե մուկուչ, հերիք էլի, վայ։ Լսեցիր ինչ ասաց քերիդ։ Դա վերաբերվում է նաև ինձ։ Ոչ միայն քեզ, նաև բոլորին։ Ահա, ինձ առաջին հերթին։ Եվ հատկապես։ Եվ ընդհանրապես, քանի չեն վրոնդել, պետք է ամուսով հեռանալ։ Քեզ ինչ պատահեց, Վարուժան, ինչեր ես խոսում։ Նորից դեմարապատնիշին։ Ամեն տեղ ինձ մի բան պատահում է, այստեղ։ Իմ համոզմունքով այդ շենքը պետք է պահել, բայց կքանդեն, քանի որ քերիտ է։ Քերիտ հենց առաջին օրը այդ բանն ինձ հասկացրեց։ Գնալու ժամանակը որ գա, քեզ կճամփենք, բա։ Այնպես որ գնալու ժամանակը եկել։ Այո։ Վարուժան։ Ես քեզ ինչ Վարուժանը գնում է Երևան։ Ոնց է։ Վերադառնում է։ Լսա։ Այդ տղան ինչի է ուզում ետ գնալ։ Նրան ինչ պատահեց։ Բա Երևանից եկար հասար էստեղ, որ այդ նկարները կախես ու գնաս։ Այդպես էլ է պատահում։ Չէ, չեղավ։ Այդ արդեն գործանել չի։ Չէ։ Մի քանի օր առաջ այս շենքի մասին սրտաճմլիկ հուշեր էին պատմում։ Հուզվել էին։ Այդ ով։ Ձեր կապիտանն ու նրա ընկերները։ Իսկ այսօր ոչ ոքի տունն ու այգին չի քանդվելու։ Ոչ։ Դե բայց ինչ եք ուզում, գնացեք ձեր տները։ Երաժշտական դպրոցը քանդում են, թող քանդեն, հին շենք է, ում է պետք որ։ Էլ ինչ Ռոմանոս, ինչ Կամավոր Տիգրան, ինչ Փափազյան։ Հա։ Վարուժան։ Գնում ես, հա։ Հա։ Ինչու։ Ես իմ։ Բայց ինչու։ Չգիտեմ։ Դե դա պատասխան չի։ Չեմ ուզում աշխատել։ Պետք չի աշխատել մարդկանց հետ, որոնք իրենց անցյալը չեն հարգում, կապիտան։ Շատ ապրես։ Լավ ասացիր։ Այ դա տղամարդուն սազական խոսք է։ Բայց դու մի կարծիր, թե մենք պիտի ձեռքներս ծալենք ու սուսուփուս նստենք, չէ։ Այս շենքը մեզ համար էլ է թանկ, բայց ով է իմացել, որ այս տեսակ հարցերը մեկ օրում լուծվեն։ Բա, այդպես։ Դահլիճը կարգի եք բերել։ Ժամանակ ունենաս, անցիր մատիի մոտ։ Տեսնենք այս շենքը ինչ ենք անելու։ Կգաս։ Կգամ։
Երևան հասնես, թե չէ, կգնաս մինիստրների սոտ։ Չէ, պետ շին։ Հա, պետ։ Կանեմ, դուք մինչև իմ վերադարձը այդ շենքը պահեք, ես Արաքել, մնացած... Արուժանի առաջարկը ճիշտ է։ Ճիշտ է, քննություններ ենք անցկացնում, ով ինչ կարող է ասել։ Ես մի 5 օր էլ կձգեմ քննությունները։ Մատի, նվարտին կկանչեք որպես ժողկրտ բաժնի ներկայացուցիչ։ Չմոռանաս։ Ճիշտ է, օրինականության Հա, Մատի, չմոռանաս։ Չեմ մոռանա։ Այդպես։ Հա, Մատի, հանդիսավորությունը կպահպանեք։ Հանդիսավորությունը, դա շատ կարևոր է, այ քեզ եմ ասում։ Հա։ Վաղարշակ, հա, տես, հանկարծ այդ աշխեկի հետ կռի վեճ չսարքես, հա, աշխատեք նրան գրավել մեր կողմը։ Մատի, կգրավեն։ Ես այդ վերցնում եմ իմ վրա։ Այ ապրես եղավ։ Ես կարծում եմ, որ այս հարցում քո միջամտությունը միանգամայն ավելորդ է։ Ինչու՞։ Խանդում է։ Արկադի, ախր չեղավ չէ, Արկադի, գործ եք։ Դա ինչ ավելորդ խոսակցություն է։ Մամուլը ոչքի կանես։ Մամուլը։ Ոտքի հանեն։ Այո, պատկերացրու, որ... Ես կարծում եմ անաղմուկ։ Նեղան կարթե չէ, ես հասցեներով ու հեռախոսներով զանգ կդաս։ Իմացար։ Եղավ, շատ և շատ շնորհակալ եմ, եղավ, հա, դե, գնացեք բարով, ձեզ էլ հաջողություն, ինձ էլ։ Շատ պիտի սպասենք։ Այս մեր շեֆն ուր մնաց, կարող ես խալ ենք եկել։ Ով իմանա, գնա հարցրու։
Այս տարի քննությունները ինչ են այդքան շուտ սկսել, հա? Չհասկացա։ Ինձ ես հարցնում։ Մեքենաները առավոտից բրել կանգնեցել ենք, սրանք էլ այստեղ ոնց որ Լավ, հայ, բա քեզ ինչ եղավ։ Ձեզ հետ եմ, քննությունները, չէ։ Գնացեք այդտեղից։ Գնացեք։ Քեզ ինչ եղավ, վատ ես։ Լսի, ուզում ես ջուր բերել տամ։ Ադա դե չեմ տեղավորվում էլի։ Թելով են աշուգյար, իմ դայրի բոլորը։ Բարև, Արփիկ ջան։ Բարև։ Թող առաջ ես ներս մտնեմ, ես երեխեքի հոգին դուրս եկավ, տանն էլ սպասող ունեմ։ Յա, ուրեմն սպասող չկա տանը։ Թե մեր երեխաները խաչի։ Լավ մի բան էլ խնդրեցինք էլի տնաշեն, բա։ Լսում եք, Մարգարետի աղջիկն է երգում։ Հա։ Որտեղից եմ իմացա, որ Մարգարետի աղջիկա ձերն է։ Արտեր։ Սխելու բան դուր։ Այս խեղճ երեխեն մեղք է, որ երրորդ տարին տանում բերում են, մեկ է, բան չի ստացվում։ Ապրես, բավական է, իջիր, լավ է, չէ՞։ Շատ լավ էր։ Իսկապես լավ է։ Ինչ է կարծում, ընդունում ենք։ Իհարկե պետք է ընդունել։ Ես էլ եմ Ինպես եմ հուզվում։ Գնանք, Հասմիկ ջան։ Չգիտեմ նույնիսկ որ երգն եմ երգելու։ Ես պետք է Լարի թամբալալամ, լարի Քննությունները դեռ մի 2-3 օր էլ շարունակվելու են, այնպես որ շտապելու ոչ մի կարիք չկա։ Բոլորին անպայման կլսենք առանձին։ Ժողովուրդ մասնի կողմից ամեն տարի ես ներկայ եմ լինում քննություններին, բայց ես երբեք չեմ տեսել։ Որոշեցի գալ։ Այնպես որ վեր կաց։ Քաշ։ Ապրես։ Ողջ։ Հա։ Դրանք քիչերը կամ թե ինչ հաշիվ է։ Շատ էլ լավ է։ Այս էլ մեր դերասանուհին եկավ։ Բարև Գայանե ջան, արի նստի։ Բարև Գայանե։ Բարև Արկադի։ Բարև ձեզ, համեցեք նստեք։ Շնորհակալություն։ Ահա, ես էլ փառավորապես։ Բարև ձեզ Գայանե։ Ափսոս ուշացա կահակին երեխաներ ելույթ ունեցան։ Հարկավոր չի այդքան շտապել։ Ճիշտ է։ Կասկածում։ Անուշիկին էլ զգուշացնեմ։ Անուշիկ, ինչու ես այդքան շտապում, ներսը բավականի երեխաներ կան, մնացածը թող վաղը գան, հասկացար չէ։ Նարոյ, նարոյ, նարոյ ջան, սարի սիրու յարոյ ջան, կանգնել ես բաղի միջին, նարոյ, նարոյ, նարոյ ջան, ոտները շաղի միջին, սարի սիրու յարոյ ջան, Տեսնես կապիտանը հիմա ինչ է անում։
Չկա։ Ցավոք այդպիսի շենք այստեղ գրանցված չէ։ Ինչու։ Ինչ գիտեմ ինչու։ Իսկ ով է այստեղ ամենա պատասխանատուն։ Բոլորը բացակայում են։ Արդեն մեկ ամիս է ինչ մեկնել են հնագիտական արշավի։ Ապա ինչ պիտի անենք։ Գրեք, բացատրեք, հիմնավորեք։ Հենց որ վերադարձան, նիստի կդնենք։ Հասկանալի է։ Բարի։ Մնացեք բարով։ Ստեսյուն։ Ընկեր Տիգրանյան, բայց տեսակ գործ կլինի, առավոտվանից սպասում ենք։ Տղաներ ուր են։ Բոլորն էլ էստեղ են։ Սպասում են։ Բայց այստեղ ինչ է կատարվում։ Ինչ իմանամ։ Իվան ասեն, ընկեր Տիգրանյան։ Ասա։ Սա ոնց որ սարքած գործ է։ Տեղ չգնաք։ Չէ։ Ես հիմա կպարզեմ։ Լավ։ Դուք փոքրիկ եք սպասեք, ես ձեզ հիմա կկանչեմ։ Լավ։ Սա էլ լավ ձայն ունի։ Դրան էլ կլսենք, անպայման կլսենք, սպասեք։ Անունդ ինչ է։ Նարեկ։ Նարեկ, ինչ լավ անուն է։ Իսկ ինչ ես պատրաստել մեզ համար, Նարեկ։ Հա։ Ինչ ես երգելու, հա։ Պապիս երկը։ Պապիտ երգը, շատ լավ։ Պապիկդ էլ է եկել։ Պապիկ չունեմ։ Դե բարձրացիր բեմ, բարձր ձայնով համարցակ երգիր։ Ուր ես գնում։ Մարդիկ գործ են անում, մի խանգարի։ Հա, մենք էլ մեր գործը ունենք։ Սա ինչ բան է, չեմ հասկանում։ Ինչու եք աղմկում։ Ես ձեզ չեմ խանգարում։ Քնություններ են, չէ։ Նստեք։ Նստեք եւ մի խանգարեք։ Լավ, լավ։ Սկսիր։ Մեր Ռավսրանց պապը ես էլի չպրծա նրա ձերքից։ Այստեղ են խայտարակարից։ Պապը մերը է։ Ինչ է ոգևորված է երկու։ Սիրուն, շատանուրը, սերորը կաշկով, երկնացիրուն կով, աղջիկ դու սիրուն, շատանուրը, սերորը կաշկով, երկնացիրուն կով, այրիկո սիրտեն, այրեցիրերով, բարվիկո սիրտը սիրույն, վարեցի սիրով, այրիկո սիրտեն, այրեցիրերով, բարվիկո սիրտը սիրույն, վարեցի սիրով, Լավ։ Բարիք ջան, դու ուրիշ երգ գիտես։ Հա։ Գիտի, իհարկե, գիտի։ Դե գնա։ Գնա, Գնա այնտեղ։ գնա մի լավ Այսի, այ ապրես։ Ու մի ուրիշ լավ երգ երգի։ Ինչ շատ կներեք, ես մեր նոր տեսուչը բոլորին ընդունելու է։ Այնք ես չեմ հասկանում։ Ընդունում են դժգոհում եք, չեն ընդունում, էլի եք դժգոհ։ Բեռնավորին, բերվիս պասած, իջու, Բեռնավորին, բերվիս պասած, գեցեն զեյտուն, ապրի զեյտուն, թող չտեսներ աստարգություն, կամի ունի, մեզ պես որդիկ, ապրի զեյտուն, գեցեն զեյտուն, կամի ունի, մեզ պես Zeytun, hani uni, meses hacı, apri zeytun, götse zeytun.
Հայրուր, 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 Սպասի։ Պետուր, Սպասի, Մի աղմկի այդ տղա։ Բաբոն քարիտա Կամիշ նուրուրուց Գյորը քար կիտած կոտ Բալա Ես եմ։ Ինչ ես անում։ Հա? Մի հատ էս չիտեղներից պետք է վերցնեմ։ Որտեղ որ վերջացնես կբերե։ Հա, աչքիս վրա։ Այսօր մենք լսեցինք 16 երեխա։ Դեռ 27-ն էլ մնում են։ Դե դրանց էլ երեկոյան լսեք, վերջացրեք։ Կաշխատենք։ Այո, իհարկե։ Ներեցեք։ Զգուշ։ Միթե այդքան շտապում եք, ընկեր Տիգրանյան։ Ես գիտեմ, դուք առհասարակ չեք ուզում շենքը զիջել, բայց բարեբանից անցած է։ Իսկ շինարարի համար ամեն օրը թանկ է։ Ստեսյուն։ Ընկեր Տիգրանյան։ Այո։ Ընկեր Տիգրանյան, դու կարող եք գոնե մի երկու օր էլ սպասել։ Կարող եմ վաղվա օրն էլ զիջել ձեզ, բայց ոչ ավելին։ Ներեցեք։ Ստեսյուն։ Ստեսյուն։ Արկադի, Թե ինչ կարի կար այդքան ուշադիր լինել այդ մարդու նկատմամբ։ բայց դու մոռանում ես, որ եղբայրս ինձ հանձնարարեց նրան մեր կողմը գրավել։ Օրինակ ինչ կա այդտեղ չեմ ասում։ Այո, Գայանե դու իհարկե ճիշտ ես, բայց Չէ՞ որ մենք դա ծրագրել ենք, մոռացել ինչ։ Լավ։ Հա, ինչ եղավ, Մարիկ ջան, վատ ես։ Չէ, բալա ջան։ Էս ծառը չեկա։ Ով։ Բալեքս։ Այ, էստեղից 42 թվին գնացին ու չեկա։ Ես էլ ամեն օր էստեղ նստում, սպասում։ Էս ծառն էր մնացել, են էլ հո ուզում են կտրել։ Դե, օդանավակայան են կառուցում, ճանապարհ են գցում։
Այս ծառն էլ խանգարում է, հա։ Գույն կողմնայի հանգարց մեկը չկա։ Անգիստ կացնարին եմ էլ։ Կուշ, թո բաչ ասացի կոտրված է։ Բռնվի, պին բռնվի։ Մատի, այդ ամատի ասացի, մատի, Բան չի պատահել ասում եմ։ Տարեք է, նրա մեջ ռազմաճակատից էլ բան չի մնացել։ Խայտարագարեց մեզ։ Բան չի եղել, մի փոքր վախեցել է։ Վախեցել է, արի ու վախկոտին գործ հասնարան իրես պես կլինի այս։ Տեսակ, ես մեր աշխեկը չէր։ Ոնց թե։ Աշխեք։ Այ քեզ բան։ Խայտարակ եղանք, մենք էլ նրանից էինք թաքցնում, պահո։ Վայ, ձեր ինչն եմ ասել, հա։ Փչացավ, ես գործը փչացավ։ Դես է, թիթեղն էլ լավ մեխել է։ Կարդում է։ Հասկանալի է։ Չեմ հասկանում այդ թիթեղն ինչպես հայտնվեց շենքի պատին։ Հրանտ Պետրովիչ, ախր սա ինչ շենք է, որ պահպանվի պետության կողմից։ Հավատում եմ, բայց թիթեղը ոչինչ անել չեմ կարող։ Կասի որ հրեն ասում է։ Ինչ ուզում է թող ասեն։ Ինչեր եք ասում Հրանտ Պետրովիչ, սա իսկական կեղծիք է։ Ինքնագլուխ բերել փակցրել են։ Ես հիմա կգնամ եւ ցուցադրավար կիչեցնեմ այն։ Սպասիր։ Խորհուրդ չեմ տա։ Ինչու։ Դատական գործ է։ Ինչեր եք ասում Հրանտ Պետրովիչ, ինչեր եք ասում։ Ընկեր Մուրադյան, մի րոպե։ Ով, դուք լավ գիտեք, որ այս շենքը երբեք այսպիսի թիթեղ չի ունեցել։ Թե ինչ է կատարվում այստեղ, ոչինչ չեմ հասկանում։ Ոչինչ ես չեմ հասկանում։ Դե արի ու այս մարդկանց համար ստեղծագործական միտք մաշեցրու Հրանտ Պետրովիչ։ Ես կբողոքեմ, սա կամայականություն է։ Ես այս գործը այսպես չեմ թողնի։ Եվ ճիշտ էլ կանեք, մինչև դուք ձեր հարցերը սկզբունքորեն չպարզեք, ես շենքին չեմ մոտենա։ Իսկ մայրուղու շինարարությունն սկսենք մյուս ծայրից։ Բարի, շատ լավ։ Ընկեր Տիգրանյան։ Ինչ կա։ Սա շարոտ գործ է։ Հա, տղաներին ասա հավաքվեն գնացինք։ Արագ։ Գնացինք տղեկ։
Էս աշխեկը Ասել է, հա։ կարգին մարդեր է։ Յա, ինչ կա որ։ Արի։ Լսիր, քեզ էլ սպասում։ Ինչ։ Մի անգամից չպատասխանես, մտածիր։ Վճռողը քո պատասխանն է լինելու, իմացա՞ր։ Հասկացա։ Էնպես որ մենք քեզ այստեղ սպասում ենք։ Արաքել, եթե դպրոցի շենքը փրկես, բոլոր մեղքերդ կներեմ։ Հասկացա։ Էս հա, խեղճանաս։ Լսիր, Արաքել, Այ տղա ուր ես խցկվում, դուրս կգա կիմանանք էլի։ Արի այստեղ սպասի տեսնենք ինչ է լինելու է։ Այդով է որոշում, որ շենքը պիտի քանդեմ, որը ոչ։ Ղեկավարությունը։ Այո։ Այո։ Իսկ ով է պատասխանատու այն բանի համար, որ հսկայական տեխնիկան երրորդ օրն է պարապուրտ է տալիս։ Այդ մեկը չգիտեմ։ Պետք է իմանաք։ Իրավացիք։ Իսկ հնությունների պահպանման կոմիտեի ցուցանակը ինչպես հայտնվեց քանդման ենթակա շենքի վրա։ Պատասխանեք ընկեր Կարապետյանին։ Ինչու ես պիտի պատասխանեմ։ Թող հուշարձանների պահպանման կոմիտեն պատասխանի։ Ճիշտ չեմ ասում։ Ընկեր Արաքել, ինքնագործունեություն եք ծավալել։ Դա ձեզ չի վայելում։ Այո, միանգամայն ճիշտ բնորոշեցիք ընկեր Կարապետյան։ Ինքնագործունեություն։ Մեջտեղ են ընկել թե ինչ որ այդ շենքի պատշգամբից ինչ որ կամավոր է երկել։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Ինչ որ մի կամավոր։ Դա ինչ արտահայտություն է։ Ինչ որ մի կամավոր։ Ներեցեք ընկեր Կարապետյան, դուք ինչի չհասկացաք։ Սրանք պարզապես չեն ուզում, որ այդ շենքը քանդվի։ Ճիշտ է, չենք ուզում քանդեք։ Այդ շենքում մեր երախտավորների հուշերն են ապրում, մեր զոհված ընկերների հիշատակը։ Արաքել, մայրուղին չկառուցենք, հա։ Ոնց թե։ Այսքան տարի է սպասում ենք այդ մայրուղուն։ Հնարավոր չէ։ Կամ մեկը, կամ մյուսը։ Դա մի նախագիծ, որ հնարավոր չլինի վերանայել ըստ անհրաժեշտության։ Ահա, խնդրեմ։ Մի հարցնող լինի, այդ ոնց եք վերանայելու։ Փորձեմ բացատրել։ Ես ասեմ։ Ասա Արաքել։ Ահա, այսպես ուրեմն։ Սա մայրուղին է, չէ։ Ահա, իսկ սա էլ վերևի խաչմերուկ, ահա, այսպես։ Կարծում եմ։ Ստեսյուն։ Շնորհակալություն Արաքել։ Իսկապես որ դու մեր կապիտանն ես։ Ստեսյուն։ Ստեսյուն։ Շնորհակալություն։ Ապրես։ Հա, ինչ եղավ։ Կանդելու են։ Էդ էր պակաս։ Ուրեմն ճանապարհը չի կառուցվելու։ Վա, էդ էր պակաս, ամեն ինչ կարգին է։ Էնպես որ ես հանգիստ խղճով կարող եմ գնալ Յուհանի Հոբելյանին։ Մատին ուր է։ Մատի ջան, արի գնանք են Հենդելի ալբոմը տուր ինձ, որ ես վաղ առավոտյան ճանապարհ եմ գնում։ Արի։ Ընկեր Տիգրանյան, գոնե մի բան ասեք, որ հասկանանք։ Դե ինչ ասեմ։ Դպրոցի շենքը պահպանելու համար կապիտանն առաջարկեց մայրուղի մի փոքր շեղել։ Հետո։ Բացի ուրեմն ոչ մեկի այգին կամ տունը չի դուժելու։ Ուժելու է։ Ո՞ւմը։ Արաքելինը։ Սպասի, ինչ։ Կապիտան։ Ես քեզ ասում եմ գնա Հենդելի ալբոմը բեր։ Վայ։ Կապիտան, Հենդելի ալբոմը ծախել։ Դա տարկ մի խոսիր, ասում եմ գնա բեր։ Ախր կապիտան, լսի տես ինչ եմ ասում է։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, հա։ Ում ես ծախել, գնա ետ վերցրու։ Ախր ոնց ետ վերցնեմ։ Վարուժանին եմ ծախել։ Վարուժանին։ Մերժել չկարողացա։ Բահո։ Տես է, արժանավոր էլ մարդու է ծախել։ Ախմատի, դու ինձ էսպես դատարկ ձեռքով ճամփու ես տենում։ Սպասիր։ Բամարդ բանակային ընկերոջ նվերը ծախի։ Սպասիր։ Հիմա, մի րոպե, հիմա գալիս եմ։ Անընդհատ վիճում են, թե ինչի համար։ Ճիշտ ոչ։ Ահա, վերցրու, ես էլ Յուհանին նվեր։ Ապրես մատի, այ ինչ եմ ասել։ Յուհանը, ես, դու, Վասյան, այս անվեր է, զինվորի համար հիշողությունից թանկ բան չկա։
ապրես։ Thank you.